Բարև ձեզ Factor TV հյուրը քաղաքական գործիչ Անի Սամսոնյանն է, ողջույն։ Ողջույն։ Ներքաղաքական կյանքում մեղմ ասած գրքերը չեն հանդարտվում, հատկապես երբ որ Civic-ը հրապարակեց ԱԾ-ին վերագրվող մի փաստաթուղթ, համաձայն որի Եզրաս arczepiskopos-ը համագործակցել է խորհրդային KGB-ի հետ եւ ըստ այդ կայքի ԱԱԾ-ն նաև իրենց հայտնել է, որ հիմա էլ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ է համագործակցում եւ վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե սա միակ այսպես զարգացումը չէր, նաև ունեցանք Մայրաթոռում 10 եպիսկոպոսների այցելություն եւ կաթողիկոսի հեռացման պահանջ, ինչպես է գնահատում այս գործընթացը։ ԱԱԾ-ի մասով պետք է ասեմ, որ եթե օրինական ինստիտուտներ, որոնց նկատմամբ ուղղակի գրոհով են փորձում ոչնչացնել, օրինակ Հայ առաքելական եկեղեցին, ԱԱԾ-ի նկատմամբ հնարավոր չէ նման հարձակումներ անել, դրա համար ԱԱԾ-ն պետք է դնել այնպիսի ռեժիմի, որ ինքնավոչնչանա։ Հիմա մենք տեսնում ենք ԱԱԾ-ի ինքնավոչնչացման ռեժիմը, երբ որ ինքը թույլ է տալիս որպես ինստիտուտ հրապարակել փաստաթղթեր, որպես դառնալով քաղաքական գործիք, նախ այդ փաստաթղթերը հրապարակելով դառնալ ծիծաղի առարկա, եւ երկրորդը բացել Պանդորայի արկղ, որովհետեւ անկախ նրանից թե դա ում է ուղված, դա հարվածի տակ է դնում ԱԱԾ-ի գործունեությունը։ Նրանով, որ ազգային անվտանգության ծառայության բնույթը դա գործակալներ հավաքագրելն է, դա նորմալ է բոլոր պետությունների համար, եւ այս առումով նորմալ է նաեւ, որ 1986 թվականին, օրինակ, չգիտեմ, ՊԱԿ-ը հավաքագրել է հայ հոգեվորականին։ Նախ սովետական ռեժիմը այնպիսին էր, որ 10-ից 8 այն ժամանակ ԿԿԲ-ի գործակալ էին դառնում, նույնիսկ անգամ չուզենալով, բայց պետք է համագործակցեին։ Եվ երկրորդը այդ մարդը դարձել է իր գործակալին, Ինչ? Իր գործակալին, թե KGB-ի։ Հիմա կխոսամ։ Խոսքը եթե Եզրասի փաստաթղթի մասին է, եղել է ԽՍՀՄ գործակալ։ Այսինքն նախ մարդ աշխատել է հավաքագրվել է աշխատել է ԽՍՀՄ-ի համար, ԽՍՀՄ-ը եղել է Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի մի մաս։ Ինձ պետք է ճիշտ հասկանան, ես այդ մարդուն կյանքում չեմ տեսել եւ միգուցե մենք երբեք էլ չհանդիպենք, այստեղ խոսքը հենց կաթողիկոսի եղբոր մասին չէ, ես խոսում եմ ընդհանուր երևույթի մասին։ Եվ ստացվում է, որ հիմա մեր ազգային անվտանգության ծառայությունը, եթե փորձի երբևէ հավաքագրել մարդկանց Հայաստանի համար ինչ-որ աշխատանքներ կատարելու, չեն վստահելու, որովհետև այս կառույցը մի կառույց է, որը կարող է քաղաքական նկատառումներով ամեն պահի իրենց փաստաթուղթը հանել տալ ինչ-որ civic ով է civic լրատվամիջոցը, ինչ է առնչվող առավել կուսակցական ռոպագանդիստական կազմակերպության, հասկանում եք, սա ազգային անվտանգության որպես ծառայություն ինքնավոչնչացումն է։ Եվ նաև պետք է մի բան հաշվի առնել, ընդհանրապես ինչու են մարդիկ գաղտնի ծառայությունները շատ նուրբ վերաբերվում այսպիսի հարցերին եւ տարիներ պետք է տևեն, որ միջև որևէ փաստաթուղթ գաղտնազերծվի, որովհետեւ ոչ միայն այդ մարդկանց հարցն է դրված սեղանին, այլ նաեւ այդ մարդկանց ընտանիքի անդամների արժանապատվության, անձնական անվտանգության, հազար ու մի հարց կա։ Այսինքն եթե մեր ԱԱԾ-ն իրեն թույլ է տալիս նման կերպով վարվել գաղտնի փաստաթղթերի հետ, կարելի է համարել, որ մենք ԱԱԾ չունենք, այլ ունենք կուսակցական ինչ-որ ՔՊ-ին կից, ոնց ասեմ, ուժային կառույց, հա։ Տիկին Սամսոնյան, որ ձեզ որը քաղաքական նկատառումներով անում է կեղտոտ գործ։ Իմ ուղեղը ուղիղ եթերի ռեժիմով այսպես վերարտադրում էր կամ որսում էր ՔՊ-ականներից ձեզ հավանական ուղղվող հակադարձումները, կասեն Okay, դուք մեղադրում եք ԱԱԾ-ին ինքնավոչնչացման եւ այլնի մեջ, այն ինչ որ ասեցիք, բա ինչու չեք ուզում նկատել, որ այսինքն ձեզ համար նորմալ է, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եղբայրը համագործակցի KGB-ի հետ եւ հիմա էլ ըստ այս հրապարակման շարունակի օտարերկրյա ծառայություններին հետ կապի մեջ լինել, ինչու նրան չեք դատապարտում։ Հարգելի Ռոբերտ, ես կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած ով էլ լինի իշխանություն, այդ իշխանությունը չպիտի հրապարակային քննարկի, թե հայկական համայնքներում գործող եկեղեցիների
քահանաները, կառույցների անդամները, որ չգիտեմ, գաղտնի ծառայությունների հետ են համագործակցում։ Եթե Հայաստանը ունի խնդիր այդ մարդու հետ, այդ մարդը համագործակցում է ընդդեմ Հայաստանի, դրա համար կա գործող ինստիտուտ, հակահետախուզություն։ Բայց այդպիսի հարցերը հրապարակային քննարկման չեն դնում, որովհետև ինչ որ ժամանակ նաև պետք է եղել, որ մեր համար պիտի այդ մարդիկ աշխատեն։ Տարիներով գաղտնի ծառայությունները մարդ են աճեցնում, ներդնում տարբեր երկրներում, որպեսզի ունենան հետախույզներ, չէ՞։ Բայց իշխանություն կարող է ասել, սա օտար երկրի հատուկ ծառայության։ Այդ դրա համար կա գործող կառույց, հակահետախուզություն, այդպիսի հարցերը հրապարակային քննարկման առարկա չեն դառնալու եւ չպիտի դառնան։ Հայաստանի համար լյուստրացիան շռայլություն է մեր փոքր երկրի համար, որովհետեւ լյուստրացիայի արդյունքում շատ մարդիկ կարող են տուժել եւ շատ բան կարող է տուժել։ Այս հարցին պետք է շատ նրբորեն մոտենալ։ Իսկ պետական անվտանգությունը, չէ՞ որ դա բոլորիս համար առաջնահերթություն է։ Մեր պետությունը, գիտեք, դուք ԿՊԱ-ականները այն մյուսները տարբեր քաղաքական դիրքորոշում կարող եք ունենալ, բայց ես կարծում եմ, որ բոլորիս այսպես թիվ 1 նպատակը այս երկրի անվտանգությունն է։ Իհարկե, ես համաձայն եմ, թիվ 1 խնդիրը դա պետական անվտանգությունն է։ Ուզում եք քահանայի եղբայր լինի, ուզում եք վարչապետ լինի, ով ուզում է լինի, բայց այդ հարցերը, այդպիսի հարցերը այս ճանապարհով չեն լուծվում։ Այս ճանապարհով այդ տեսակ հարցերը լուծում են երկու մարդիկ, հա։ Առաջինը, եթե այդ մարդը չունի պետական մտածողություն, այսինքն իր համար քաղաքական խաղերը այնքան բարձր են, որ ինքը պատրաստ է պետության արժանապատվությունն էլ դնել նժարի վրա, եւ երկրորդ դեպքում, երբ որ իշխանության են մարդիկ, ովքեր չեն հասկանում ընդհանրապես պետական հարցերից ու պետական գործերից։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ինչքան կեղտ կա, հանել է ջրի երես, բայց ինքը այդ կեղտը չի մաքրում, ինքը խաղում է այդ կեղտի հետ, որպեսզի այդ կեղտը մաքրվի, պետք է գա մեկը, ով կարողանա այդ կեղտը, իհարկե ժամանակ է պահանջվելու, որովհետև այն ինչ հիմա կատարվում է երկրում, 5-10 տարին քիչ է լինելու, որ դզենք, բայց պետք է գա մեկը, ով կարողանա մաքրի եւ կառավարի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ կեղտի հետ խաղում է, վնասելով մեր պետական ազգային արժանապատվությունը եւ անվտանգությունը, այսպես չի կարելի։ Այ, բայց ինչու են Փաշինյանի ընդդիմախոսները, ես բոլորի վրա չեմ բերում, հա, կեղտոտ։ Նաեւ քաղաքականապես տարբեր գործիչներ կար, նախկինում շատ բարձր պաշտոններ զբաղեցրած։ Չէ, հիմա ես ասեմ, հա, նրանց անընդհատ լրագրողները հարց են տալիս, ասում են ինչու չեք հեռանում քաղաքականությունից, որ Փաշինյանը չվերընտրվի, չէ՞։ Ասում են, քանի դուք քաղաքականության մեջ եք, հաշվի առնելով ձեր կառավարումը, ձեր անցյալը եւ այլն, Փաշինյանը վերընտրվելու է։ Դե Փաշինյանը ինչու պետք է նման մարդկանց այսպես հեռացնի քաղաքականությունից, ես գործիքակաց չգիտեմ էլ հեռացնելու, բայց ասենք Գյումրիի վերաբերյալ Մարտուն Գրիգորյանի այն արգումենտը, որ մենք քաղաքապետ ենք դարձնում խոցելի մարդու, որի նկատմամբ իշխանություն լիքը գործիքակազմեր ունի, եկեք այդ ճանապարհով չգնանք, ճիշտ չէր, ես հասկացաք, չէ, գլոբալ ինչ հարց եմ բարձրացնում։ Իշխանության բախտը միգուցե բերում է ունենալ նման մրցակիցներ, ում կարելի է կեղտոտել եւ անընդհատ այդ կեղտի հետ խաղալ։ Գիտեք, խոսքը միայն նախկիններին չի վերաբերում կեղտի հետ խաղալ։ Խոսքը վերաբերում է մեր ինստիտուտներին։ Այնինչ հիմա անում է բոլոր վերաբերմունքը, գործողությունները, եկեղեցու նկատմամբ, ԱԱԾ-ի նկատմամբ, արդարադատական համակարգի նկատմամբ, ինչի՞ չէ իրավապահ համակարգի նկատմամբ, ինչի քաղաքական պատվեր անելով իրավապահ համակարգը չի ոչնչանում, իհարկե ոչնչանում է։ Հայաստանում մարդիկ, որ դիմում են ինքնադատաստանի, որ մի հարց է լինում, վեճ է լինում, որ որոշում են, որ իրենք պետք է այդ հարցը լուծեն իրենց մեթոդներով, սա նաև դրա պատճառն է, որ մարդիկ չեն վստահում այլևս ինստիտուտներին։ Եվ կեղտ ասելով ես դա նկատի ունեմ նաև։ Ինչ վերաբերվում է նախկիններին, դրա մասին մենք այնքան ենք խոսել, որ նույնիսկ ավելորդը եւս մեկ անգամ խոսել։ Շատ լավ, դե չեք ուզում խոսել։ Որտեւ այո, եղել են խոցելի եւ իրենք պետք է հասկանային, որ իրենց ներկայությամբ իրենք խոցելի են։ Իդեպ ազգային ժողովի նախագահի բերանով է հնչել, որ եթե օրինակ Քոչյանը չառաջադրվի, մեզ կքաշի։
Բայց ես այլևս չեմ ուզում այս թեմայով խոսել, որտեղ մարդիկ էլ հավանաբար կառաջադրվեն։ Դե իրենք գիտեն իրենց հաշիվները, դուք ճիշտ եք ասում, չկա գործիքակազմ այդ մարդկանց քաղաքականությունից հանելու եւ արդեն անիմաստ է խոսել, որ նրանք դուրս կգան։ Այդ մարդիկ կան, իրենք ունեն քաղաքական խմբեր, իրենք քաղաքական ինչ-որ ձևով օրակարգ են թելադրում։ Այստեղ ոնց որ գնդակը նոր ուժերի դաշտում է, հա, թող նրանք այնքան ուժեղ լինեն, թե ինստիտուցիոնալ առումով փորձեն ուժեղանալ, թե գաղափարապես, եւ թե պայքարի մեթոդներով քաղաքական, որովհետեւ այսօր նոր քաղաքական ուժերը պայքարի մեթոդներով հետ են մնում իշխանությունից։ Պետք է այնքան ուժեղանան, որպեսզի կարողանան հետ մղել հին ուժերին եւ իրենք այդ դաշտը ստեղծել։ Տեսեք, չեք համարում, որ Փաշինյանը այսօր Հայաստանում օրակարգ թելադրողն է, անգամ բորշ եփելը կարող է մի շաբաթ քննարկվել եւ բոլոր ընդդիմադիր ուժերը հայհոյեն, որ բորշ է եփում։ Ասածս գիտեք որն է, որ օրինակ Տեր-Պետրոսյանը 2007, 8, 9, 10 եւ այլ թվերին բավականին լուրջ օրակարգ թելադրող ընդդիմադիր գործիչ էր։ Նրա հանրահավաքները Մաշտոցի Պողոտայի մի ծայրից մյուսն են ձգվում, բավականին երկար եւ իշխանությունը հարկադրված էր ընդդիմության հետ մտնել բանակցությունների մեջ, հիշում եք Մատենադանում հանդիպումներ էին տեղի ունենում, այսինքն ընդդիմությունը լուրջ օրակարգ էր թելադրում, իհարկե դա մարտի 1-ից հետո էր շատ սարսափելի իրադրություն եղել, բայց այսօր ընդդիմությունը ինչ օրակարգ է օրինակ թելադրում։ Փաշինյանը ասում է, նրանք արձագանքում են, Փաշինյանը մի օր լռի, ես չգիտեմ ընդդիմությունը օրինակ ինչ կասի։ Ընդ որ կներեք, այդ արձագանքի թեմաներն էլ մի տեսակ կարող են ավարտվել, եթե ադրբեջանական բենզինն եկավ, Ադրբեջանի տարածքով ցորենը եկավ, Փաշինյանի թիմը ասում է, տեսեք, հրաշալի խաղաղություն է։ Գիտեք, ես չէի համեմատի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները ներկայիս ժամանակների հետ, որովհետև Տեր-Պետրոսյանը դուք ճիշտ եք ասում, բայց այն ժամանակ ընդդիմությունը հնարավորություն ուներ աշխատելու քաղաքականության դասական կանոններով, եւ դա ընդունելի էր մարդկանց համար։ Հիմա քաղաքականության դասական կանոնները փոխել են TikTok-յան իրականությունը, հա, Facebook-յան իրականությունը, այսինքն հիմա քաղաքական գործչի համար շատ դժվար է մնալ լուրջ դասական քաղաքական գործիչ եւ փորձել ձայն հավաքել։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է այդ էֆեկտը բազմապատկման, որ նույնիսկ ինքը մտնի եթեր եւ ոչինչ չանի, դա տարածելու են։ Դա է ժամանակակից TikTok-յան էֆեկտը։ Շատ քաղաքական գործիչներ իրենք մտածում են, չէ, ասում են, եթե ես դա անեմ, դա անլուրջ կթվա։ Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում մտնեմ եթեր, մի բաժակ ջուր խմեմ, իհարկե չեմ կարող համեմատել, որովհետև Փաշինյանը վարչապետ է, բայց էլի կան մարդիկ, որ անում են։ Եվ դա կարող է դառնալ թրենդային, բայց ոչ բոլորը դա կարող են, որովհետև մտածում ես ինչ Եվ չէ, բայց բոլորը քո մասին են խոսում, կապ չունի հայհոյում են, թե գովաբանում են, կարող է դու ես խոսակցության։ Այո, հենց դա է դարձնում թրենդային, որ նաև երիտասարդների շրջանում է դա շատ ընդունելի, հա, նույնիսկ եթե դու մտնես եթեր ոչինչ չասես, ինչ որ էշություն անես, դա շատ արագ դառնում է թրենդային։ Այսինքն սա եւս պետք է հաշվի առնել, որ միշտ չէ որ համեմատությունը ճիշտ է, հա, այդ հարցում։ Ժամանակները փոխվել են, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ մեծապես այսօր իշխանությունն է թելադրում քաղաքական օրակարգը։ Եվ դրանում նաև մեղավոր է ընդդիմությունը, որտեղ ընդդիմությունը շատ ռեակտիվ է։ Այսինքն Փաշինյանի ամեն փրշտոցից ընդդիմությունը սկսում է գրել ստատուսներ, խոսել դրա մասին, եթերներ հրավիրել, չգիտեմ, բանավեճեր դրա մասին կազմակերպել եւ այլն։ Այսինքն ամեն ինչ արվում է, որ դա դառնա թրենդային։ Իսկ եթե մեկը մտնի հարց չի բերում, որ իշխանությունը հարկադրված լինի գնալ ընդդիմության դաշտում, բանավեճերի եւ այլն։ Դրա համար իշխանությունը անընդհատ փորձում է այնպիսի օրակարգերով լցնել, որ ընդդիմությունը չհասցնի որևէ նորմալ քաղաքական օրակարգ բերել։ Բայց որ ասել ընդհանրապես չկա, օրինակ նոր քաղաքական ուժերը կան, ասենք նոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են ինչ-որ ծրագրային լուծումներ առաջարկել, բայց ով է լսում նրանց։ Որտեղ մարդիկ չեն էլ ուզում կենտրոնանալ, լսել, կենտրոնացման խնդիր էլ կա, հանրությանը լսարանին բերելու եւ քո խոսքը ասելու, համոզելու, որովհետեւ հանրությունը այսօր մտածում է շատ կարճաժամկետ եւ վիզուալ էֆեկտով, հա, փոքր վիդեո էշություն։
Բայց երբ որ դու ինչ-որ բան ես փորձում, այո, երբ որ ինչ-որ խելոք բան ես փորձում մարդկանց բացատրել, դա կարող է դիտումներ չունենալ։ Սա իհարկե խնդրեմ է եւ այս խնդրեմը ինձ թվում է պետք է լուծել ավելի ճկուն լինելով եւ ավելի համարձակ լինելով։ Շատ լավ, տեսեք, եկեք խաղաղության օրակարգի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի թիմը վերցրել է այդ օրակարգը, ընդդիմությունը խիստ կասկածի տակ է դնում, նշելով, որ գերիներ կան Բաքվի բանտերում, Հայաստանի տարածքներն են օկուպացված, Արցախի հայերի իրավունքներ ոտնահարված են եւ այլն, հետեւաբար սա իրական խաղաղություն չէ եւ կասկածի տակ ենք դնում, բայց սրա այն մյուս կողմը որոշ քայլեր են արվում, որը իշխանությունը բերում է հիմնավորելու, որ այս խաղաղության օրակարգը այո, այս խոցելիություններով հանդերձ միակն է։ Ասենք ադրբեջանական բենզինը, հա, իդեպ վաղվանից վաճառվելու է Երևանում, մի տեսակ անպատկերացնել էր, ասենք 2 տարի առաջ նման բան, կամ Ադրբեջանով ծորեն ներկրելը վարչապետը շնորհակալություն էր հայտնում Ալիևին նման հնարավորության համար։ Չի ստացվում, որ կամած քայլեր իդեպ Էրդողանն ասում էր հնարավոր է ինչ-որ սիմվոլիկ քայլ անենք եւ սահմանը հունվարի 1-ից բացվի երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, մանր քայլերով իշխանությունը կարողանա մարդկանց համոզել, որ այո, կծկտուր է, շատ այսպես տեսանելի չի, բայց process-ը գնում է դեպի խաղաղություն։ Նախ պետք է ասեմ, որ մարդկության պատմության մեջ եղել են շատ դեպքեր, երբ որ դասական քաղաքականությունը չի կարողացել լուծել խաղաղության հարցը, բայց այն լուծել է օրինակ առևտրական հարաբերությունները, կապերը, տնտեսական եւ ես սա նորմալ եմ համարում։ Դա շատ մեր եւ Ադրբեջանի միջև առևտրային կապերը իհարկե կարող են նպաստել խաղաղությանը եւ կնպաստեն։ Խնդիրը առևտրային կապերի մեջ չէ, դա միշտ կարելի է ստեղծել եւ զարգացնել։ Խնդիրը նպատակների մեջ է։ Ես ծայրահեղված չեմ դիտարկում այն, որ մենք հիմա ստանում ենք ադրբեջանական բենզին, հա, առևտուրը ինչ որ մեկը մեզ դա չեն նվիրել, ինչ որ մեկը գնել է ու ինչ որ մեկը պետք է վաճառի։ Բայց ես ծայրահեղական լավ էլ չեմ գնահատում դա այն առումով, որ այս քայլը փորձում են ներկայացնել այնպես, որ սա դիվերսիֆիկացնելու է նավթամթերքների շուկան եւ մենք ինչ որ պահից սկսած կարող ենք այլևս անկախ լինել ռուսական նավթամթերքներից։ Այսինքն փորձ է արվում ադրբեջանական նավթամթերքները դիտարկել որպես այլընտրանք ռուսականին։ Սա շատ վտանգավոր է եւ մենք պետք է հասկանանք, որ այսօր այդ բենզինը որ գալիս է, վաղը Ալիևը եթե ուզեց այդ բենզինը չի գալու։ Ցանկացած պահի Ալիևը եթե վաղ ուզեց, ցորենը չի գալու։ Այսինքն գնալ այն միամիտ տրամաբանությամբ, որ վերջ խաղաղություն է եւ մենք այլևս կարող ենք հույսներս դնել Ադրբեջանի վրա, սա ծուղակ է։ Իսկ ինչի մեզ տանում են ծուղակի։ Ինչի։ Ինչի համար պատերազմ են։ Թեկուզ Ալիևի։ Ով պատերազմի։ Ադրբեջանի նախագահի ագրեսիվությունը հաշվի առնելով ինչ պատճառ կա այս ամեն ինչը փլուզելու, ինչ է։ Մենք պատերազմելու պատճառ չունենք։ Չէ, մեր մասին Ադրբեջանը պատերազմելու պատճառներ լիքը ունի։ Եթե չունի ուղիղ հարձակման, ուղիղ պատերազմի միջոցով դա վարելու, օրինակ հիմա շատ է խոսվում, հա, Հայաստանը հիբրիդային պատերազմի տակ է, հիբրիդային, այո։ Ես կարծում եմ, որ այսօր այո, Հայաստանը տարբեր կողմերից ենթարկվում է տեղեկատվական գրոհների եւ հիբրիդային հարձակումների։ Փոքր երկիր ենք, այս տարածաշրջանում շատ գեոպոլիտիկ շահեր կան բախվող եւ պարզ է բնականon մենք պիտի հայտնվենք այդպիսի վիճակում։ Դա սական քաղաքական վիճակ է։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այն որ ուռճացվում է դա Ռուսաստանից է, վտանգը ամենամեծ, չէ, Ռուսաստանից չէ, մենք հիբրիդային պատերազմի տակ ենք, օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ովքեր ամեն օր հայտնում են տարածքային հավակնություններ մեր պետության նկատմամբ, ովքեր ամեն օր միջամտում են մեր ներքին գործերին, դրանով նվազեցնելով մեր ինքնիշխանությունը, ովքեր յուրացնում են մեր պատմությունը, մեր անցյալը, մեր ներկան ու մեր ապագան, սա ամենավտանգավոր հիբրիդային պատերազմն է, որին միացել է նաև իշխանությունը Հայաստանում։ Եվ երբ որ ասում եք ինչու չի կարող լինել խաղաղություն, չի կարող լինել խաղաղություն այն իմաստով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար երկարաժամկետ առումով Հայաստան պետություն, որպես ինքնիշխան տարածքային ամբողջականությամբ, ուժեղ, տնտեսապես զարգացած, այդպիսի Հայաստան
ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը երբևէ չեն հանդուրժելու իրենց մեջտեղում։ Սա մենք պետք է լավ հասկանանք։ Եվ երբ որ խոսում ենք մենք խաղաղությունից, պետք է հասկանանք, որ այդ խաղաղությունը Թուրքիա եւ Ադրբեջանի աչքերում դա հավակնություններ Հայաստանի նկատմամբ, քիչ սուվերենությամբ, ինչ որ ասեն մենք անենք եւ տնտեսական կապիտալի ֆինանսական կախվածությամբ։ Երկիր, որը ու նաեւ ապազգային, որևէ ազգային դիմագիծ չունեցող երկիր։ Երկիր, որը երբևէ այլևս չի խոսելու իր պատմությունից, չի հիշելու իր պատմությունը եւ չի ունենալու որևէ նկրտումներ իր հայրենական տարածքների նկատմամբ։ Սա է Ադրբեջանի եւ Թուրքիայի տեսած եւ նպատակային խաղաղությունը։ Դրա համար, երբ որ ասում են խաղաղություն, ես հասկանում եմ, մենք ունենք երկու ճանապարհ։ Կամ մենք խաղանք մեր կանոններով այդ խաղաղությունը, կամ մենք խաղանք Ադրբեջանի կանոններով այդ խաղաղությունը։ Հիմա մենք խաղում ենք Ադրբեջանի կանոններով։ Եկեք հարցը մի քիչ սառը ձևակերպենք։ Ես ավարտեմ եւ այն սիմվոլիկ ժեստերը, որ ասում է Էրդողանը, սահմանը կբացենք ձեր համար, բենզին կտանք, ցորեն կտանք, սխտորսող, ինչ եք ուզում, ինչ ուղարկենք ձեր համար։ Դրանք բոլորը սիմվոլիկ քայլեր են։ Խաղալու իրենց կանոններով այդ խաղաղությունը։ Դուք ասացիք, որ հայրենական տարածքների նկատմամբ չունենալ հավակնություն։ Այո։ Բայց եթե մեր ուժը չի պատում, այսպես ասած, ինչի ունենալ հավակնություն։ Այդ վախը մենք երբեք 30 տարվա ընթացքում Հայաստանում չի եղել օրակարգ, չէ՞, Արևմտյան Հայաստանի տարածքները ազատագրելու։ Դե հայրենական տարածք որը նկատի ունեք։ Անկախությունից հետո մենք երբ որ դարձել ենք ինքնուրույն անկախ երկիր։ Արցախը նկատի ունեք, Քարսը նկատի։ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ Մենք երբևէ չի եղել նման օրակարգ։ Բայց մենք ունեցել ենք պահանջատիրություն հայոց ցեղասպանության մասով։ Եվ Թուրքիան միշտ ունեցել է այդ մտավախությունը, որ մենք կարող ենք երբևէ նաև հիշել այդ տարածքների մասին։ Դե տեսեք, հիմա Ադրբեջանը ինչու է փակում բոլոր ձևերով, փորձում է ջնջել Լեռնային Ղարաբաղ հարցը բոլոր օրակարգերից, դիվանագիտական, քաղաքական, չկա, չի եղել նման հարց։ Ինչի համար, որ մենք երբևէ չհիշենք, որ այդտեղ ապրել են հայեր։ Հայաստանի իշխանությունն ասում է մենք չենք ապրել խաղաղության մեջ, 30 տարի մի բան այլ ավել եւ երևի չգիտենք էլ ոնց են ապրում խաղաղության մեջ եւ հարաբերվում։ Ձեր ասած այդ ռիսկերը, վտանգները ընդունելով հանդերձ, որոնք պետք է որպես պետական քաղաքականություն եւ պետություն մենք հաշվի առնենք եւ փորձենք դրանք կառավարել, հա։ Մի քիչ ինչ է կարծում, միգուցե պետք է փորձել ամեն դեպքում։ Դա մանիպուլյացիա է, Ռոբերտ ջան, չկա քաղաքական ուժ, որը ունի քաղաքական օրակարգ գնալ Թուրքիայից տարածքներ պահանջել կամ հետ բերել Ղարաբաղը։ Վերջ չկա այդպիսի խոսակցություն Հայաստանում այլևս չկա։ Դա մանիպուլյացիա է իշխանության կողմից։ Հասկանում եք, եւ դա մանիպուլացնում են նրա համար, որ ցույց տան, իհարկե մենք ունեցել ենք խաղաղություն, որ չենք ունեցել խաղաղություն, կներեք, այս Երևանը ոնց է կառուցվել, մարզերում ոնց են ինչ-որ բաներ կառուցվել, կարենք ավելին անենք, դա հարցի այլ կողմն է, բայց մենք ունեցել ենք խաղաղություն եւ ապրել ենք խաղաղության մեջ։ Եղել է հրադադարի վիճակ, չի եղել ստորագրված փաստաթուղթ, բայց եղել է հրադադարի վիճակ եւ ինչ որ կերպ եղել է խաղաղություն, մարդիկ ապրել են։ Ասել թե մենք սովոր չենք խաղաղության, ինչ է ամբողջ ժողովուրդը գիշեր-ցերեկ զինված։ Չգիտենք ինչպես ապրել խաղաղության մեջ։ Սուտ է դա։ Համագործակցության մեջ տնտեսական հարաբերություններ։ Ոչ, մենք պարզապես չենք ուզում վճարել այն գինը, որը առաջարկում է վճարել Փաշինյանը։ Իսկ Փաշինյանը ինչ գին է առաջարկում վճարել։ Ինչ գին է օկուպացված տարածքներից դուրս չեն գա, անկլավները կտանք, ադրբեջանցիները հետ կգան, սահմանադրությունը կփոխենք, իրանք ինչ կասեն, մենք կանենք։ Հա, բայց ադրբեջանցիները վերադարձի հարցը Փաշինյան վտանգավոր է համարում, նույնքան ինչքան Արցախի հայերի վերադարձի։ Իհարկե, խոսքով ինչ հարց որ վտանգավոր է համարել, արել է հակառակը։ Ինչ ասել է, արել է հակառակը։ Դուք մտավախություն ունեք, որ այդ հարցն էլ այդպես լուծում կստանա։ Երբ որ ինքը այդ հարցը բերում է հավասարեցնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցին եւ ասում է երկուստեք եկեք փակենք այդ հարցը լեգիտիմացնելով ինքը արդեն սկսել է ինքը լեգիտիմացրել է այդ հարցը երբ որ ինքը հարց որը գոյություն չունի լեգիտիմ հարց չէ ինքը բերում է հավասարեցնում է լեգիտիմ հարցին եւ դրանով լեգիտիմացնում է Ալիևի պահանջը սա արդեն նշանակում է որ ինքը կանաչ լույս է վառում Ալիևի համար
Ես ուրիշ կերպ, ուրիշ բացատրություն կներեք, բայց սրա համար չունեմ։ Իսկ այս իշխանության վարած այս քաղաքականության արտաքին ինչ այլ ընտրանք կա ներկա ուժերի կողմից, այսպես հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից, ինչպես նշեցինք, խաղաղության օրակարգն է վերցրել եւ որոշակի այսպես զարգացումներով իշխանությունը փորձում է ապացուցել, որ դա իրական եւ այլ ընտրանք չունեցող օրակարգն է, սահմանին ի դեպ նաեւ չեն կրակում, զոհեր չունենք հակառակորդի գնդակից եւ եթե նախկինում լրահոսում այն մասն էր, որ Ադրբեջանը գյուղերի վրա կրակեց եւ բոլորս հետաքրքրում են արդյոք զոհեր ունենք, չունենք, ինչ կորուստներ եւ հիմա լրահոսը բենզին ներկրելու մասին է։ Այս ամենին այդ թիվ 1 այլ ընտրանքը ինչ է առաջարկում, այսինքն այսպես արժանապատիվ խաղաղություն հաստատը ո՞րն է, որ ռեալ կարելի է ես չեմ օգտագործում, երբևէ չեմ օգտագործել այդ արտահայտությունը արժանապատիվ խաղաղություն, որովհետև դա մի քիչ վերացական է եւ հասկանալի չէ դա ինչ է։ Պատերազմից հետո ցանկացած պետություն, եթե դուրս է գալիս պարտված, ունի երկու տարբերակ։ Չէ, ունի 3 տարբերակ։ Առաջին տարբերակը այն է, որ ամբողջությամբ կապիտուլացվի, ծայրահեղ տարբերակը, Հայաստանը կապիտուլացված չէ։ Երկրորդ տարբերակը այն է, որ ռևանշիստական մոտեցումներ ցուցաբերի, խիստ ագրեսիվ պատերազմական, այո։ Հայաստանը այդ տարբերակը չի ընտրել, եւ երրորդ տարբերակը դա այն է, երբ որ դու փորձում ես հանգստացնել քո հակառակորդին, ագրեսորին, փորձում ես ցույց տալ, որ դու գնում ես խաղաղության, որ դու անընդհատ բանակցում ես, բայց դրա հետ միաժամանակ դու քայլեր ես անում երկիրը ներսից ցեմենտ բետոն անելու, ինչ որ ունես քանդված, ինչ որ ունեիր, ինչ որ քանդվել է այդ ընթացքում, այդ ամեն ինչը ցեմենտ բետոն անելու ու զարգանալու։ Հիմա այս 3 տարբերակներից ոչ մեկը Հայաստանը չի ընտրել։ Մեր իշխանությունը ընտրել է տարբերակ, որ եթե մենք չզիջենք Ադրբեջանին ու Թուրքիային բոլոր հարցերում, մենք կգնանք պատերազմի։ Եվ երբ որ ասում են հիբրիդային պատերազմ, Հայաստանի դեմ, հայ ժողովրդի դեմ առաջին հիբրիդային պատերազմը վարողը Հայաստանում դա մեր իշխանությունն է։ Երբ որ պատերազմի շանտաժով տալիս է տարածքներ, անում է զիջումներ, որոնք շատ մեծ գին են ունենալու Հայաստանի համար։ Սա հիբրիդային պատերազմի շանտաժով։ Ես չգիտեմ այդպիսի իշխանություն, որ իր ժողովրդին անընդհատ պահի պատերազմի վախի։ Ռուսաստանը ինչ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ։ Ռուսաստանը ունի, այո, տեղեկատվական հարձակումներ անում է, վարում է հիբրիդային պատերազմ, բայց ես ինչու եմ Ռուսաստանին այդ ցուցակում ամենավերջում կդնեի։ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը մաքուր քաղաքական է, ազդեցության գոտու համար։ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը նպատակ չունի Հայաստանի ոչնչացում, Հայաստանի տարածքների գրավում, հայ ժողովրդի ինքնության, արժանապատվության եւ ոչնչացում եւ ինստիտուտների քանդում։ Սա թուրք-ադրբեջանական հիբրիդային պատերազմ է, սա է վտանգավոր։ Ռուսաստանինը քաղաքական է, դրան կարելի է դիմակայել, դրան լիքը մինչև հիմա դիմակայել ենք եւ դրան դիմակայելու լիքը տարբերակներ ու մեթոդներ կան։ Հիմա ես ումից գնամ, իշխանությունը գնացել է Եվրոպայից է փող ուզում ռուսական հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Հիմա ինձ խորհուրդ տվեք, ես ումից գնամ փող ուզեմ, որ պաշտպանվեմ թուրք-ադրբեջանական հիբրիդային եւ մեր իշխանության հիբրիդային պատերազմից։ Ումից գնամ։ Ամեն օր իմ նկատմամբ որպես Հայաստանի քաղաքացի իշխանությունը վարում է հիբրիդային պատերազմ։ Հարձակումը ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ եկեղեցու նկատմամբ մեր իշխանության հարձակումը իմ դեմ հիբրիդային պատերազմ է։ Հիմա ես ումից փող ուզեմ դրանով պաշտպանվելու համար։ Եկեղեցում ծնկած Փաշինյանն է հիբրիդային պատերազմ վարում եկեղեցու։ Ոնց։ Քանդելով ինստիտուտը, տեղեկատվական գրողներով, ինչ որ ԱԱԾ-ի փաստաթղթեր բացահայտելով։ Դուք պաշտպանում եք KGB-ի ագենտներին, Տիկին Սամսոնյան։ Ամբողջ երկիրը սարքել են KGB-ի ագենտ։ Եթե իշխանություն փոխվեց ու գանք, երբևէ ես գամ, այլ մեկը գա, ու պարզվի, որ իրանք են ամենամեծ KGB-ի ագենտը։ Ինչ են անելու։ Եկեք այսքան Հայաստանում երևի թե ամենամեծ ամենաառաջին KGB-ի ագենտը կարող ենք համարել Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։
Որովհետև ինքը բոլորին համարում է KGB-ի ագենտ։ Միշտ ասում քո խնդրը պրոյեկտում ես բոլորի վրա, որպեսզի ոչ մեկ չտեսնի, որ դու ես այդ մարդը։ Ես կարող եմ այդպես մտածել։ Կարող եմ մտածել, իհարկե։ Իսկ փաստեր Իշխանությունը խոսում է փաստերի լեզվով։ Իդեպ դիմեք ԱԱՑ-ին, հետաքրքիր է նրանք ձեզ ապացույց տան։ Կաթողիկոսի մասին ինչ ասացին, փաստեր։ Կաթողիկոսի ռուսական լեյտենանտին զեկուցելու մասին։ Ես էլ եմ փաստեր ուզում։ Այդ KGB-ի 86 թվի փաստաթղթով ժողովրդին չեն համոզելու։ Հասկանում եք, մարդկանց ինֆորմացիաները շատ հասանելի են։ Ինչքան էլ որ դժվար է զտել տեղեկատվությունը, այդքան էլ հեշտ է ստուգել այդ տեղեկատվությունը։ Այսինքն մի փաստաթուղթ հրապարակելով կամ խնդիրը Հայաստանը դարձել է լրտեսների դաշտ ամբողջությամբ բաց երկնքի տակ։ Պրոբլեմը միայն KGB-ն է Հայաստանում, վստահ եմ չէ։ Հակահետախուզությունը որ զբաղվեց, ԱԱՑ-ն որ ոչ թե զանգի քահանաներին ասի այս մարդու անունը չտակ, այլ զբաղվի հետախուզությամբ, հակահետախուզությամբ, կմաքրի երևի Հայաստանի լրտեսներին։ Ու կպարզվի, որ այդտեղ միայն KGB-ի լրտեսներ չեն, այդտեղ նաև այլ երկրի օտար երկրի գործակալներ են, ու որոնք աշխատում են հենց Հայաստանի դեմ։ Թող դրանով զբաղվեն, ոչ թե 86 թվականի Եզրասի փաստաթղթով։ Հայ քաղաքացու խնդրը առավոտ որ ինքը հարթնանում է, կարծում եք Եզրասն է, հա, ինքը մտածում է Եզրասի մասին, չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Անի Սամսոնյանին։